Ինչպես ես քեզ հիմա զգում, աղջիկ ջան։ Գլխապտույտ ունես։ Չէ։ Թուլություն զգում ես։ Հա։ Մի քիչ։ Ստրեսի պատճառով օրգանիզմը միանգամից թուլացել է։ Անհանգստանալու բան չկա։ Հարկավոր է իրեն կողքին լինել։ Եթե ցանկանում եք, մենք մեկ օր իրեն կարող ենք այստեղ պահել։ Սիստեմա կմիացնենք, հանգստացնող կներարկենք, որ ավելի շատ չթուլանա։ Չէ, չեմ ուզում։ Չէ, ավելի լավ է տուն գնանք։ Դուք գիտեք, հասկանում եմ ձեր հարազատի մասին եք անհանգստանում, բայց դուք հիմա նաև ձեր երեխայի մասին պետք է մտածեք։ Պինդ կացեք։ Շնորհակալություն բժիշկ։ Ամեն ինչ լավ կլինի, այ կտնես։ Չեմ ուզում այստեղ մնալ, ինձ տուն տար։ Ավելի ճիշտ կլինի, որ դու մնաս բժիշկների հսկողության տակ։ Չեմ ուզում։ Աստորեն այդքան շուտ Եվրոպայից հետ եկան։ Աստորեն այո։ Ասում են մի տարի չեն գալու։ Ես տենց էլ գիտեի, որ ոչինչ չի ստացվելու։ Եթե այստեղ այդքան երկար ժամանակ երեխա չեր ունենում, ինչի պիտի այնտեղի բժիշկները կարողանային օգնել։ Աստորեն Վահանի վերջին հույսը հայր դառնալու հոդս ցնդեց։ Ման Նոնեն Գոհարը քեզ չի ասել։ Չէ, ինչի մասին։ Նոնեն հղի է։ Հա, հղի է։ Հաստատ գիտես։ Հաստատ։ Այնպես որ շուտով Վահանը հայր կդառնա։ Լավ, ես գնամ։ Բայց ուր ես գնում։ Գոհարի մոտ։ Բայց դու գիտես, որ հիվանդանոցում են։ Չէ, չգիտեմ, բայց Գոհարի տանը կսպասեմ։ Իսկ եթե տուն չգա, գնա Վռամի տուն։ Ուրեմն կգնամ Վռամի տուն։ Լուրջ ես ասում։ Դու Վռամի տուն կգնաս, Մանա։ Հա, կգնամ ժամ։ Շուտ վանեցած վիճակում։ Ես արդեն 2 ժամը խմում եմ։ Նոր ուզեցա շիշը վերցնել չթողեց։
Վերկացնում գնանք։ Նորություն կա վաղան։ Չէ, աստորեն դու ամեն ինչից տեղյակ էիր, հա, Հայկ։ Խեղճ աղջիկա գլուխը կերանել է։ Լավ, երիկա տես բաներ խոսաս։ Ոչ մեկը այդ աղջիկա գլուխը չի կերել։ Ուրեմն ուզում էին ու տեն չստացվեց։ Հիմա դու մեկ տուն դու հանգիստ պարկում ես քնելու։ Եղավ։ Բարի օր ձեզ։ Ինչ կարծեմ։ Գասպար։ Պրոբլեմ կա։ Ինչ պրոբլեմ։ Հեն Վարդանն է եկել։ Էլի ուզում է պարտքով խաղա։ Ով։ Վարդանը։ Հեն որ միշտ ախրանայով է գալիս։ Ես դրան հիշում եմ։ Արտակ նա ինչ ես անում։ Գնում ես տղեկին ասում ես, դրան ակուրատնի անում է կազինոյից։ Ու միջև պարտքերը չբերի դրա ոտը չտնան մեր կազինոյում։ Հայք, հանգիստ։ Կլինի թողես ես այդ մարդու հետ մարդավարի խոսը, հա? Արտակ, բարձան մեզ վերև այդ Վարդանից ուղեկցում ես այստեղ։ Ասում ես Գասպարը ձեզ հետ խոսելու բան։ Հասկացա, հեսա կբերեմ։ Այդ ով էր, ում մասին էր խոսքը։ Ես շատ եմ իմանում։ Մարդկանց վստահությունն է չարաշահում։ Դու դեռ նագրիությանը նայ։ Ես քնից հետո եկել ուզում եմ խաղա։ Հայ, եթե չես կարողանալու քեզ տիրապետես, ավելի լավ է գնացնում թողես ես այդ մարդու հետ մարդավարի խոսը։ Չհասկացա Գասպար։ Հայկ, Գասպարը ճիշտ է ասում։ Հիմա մենք իրար հետ կիջնենք մեքենայի մեջ 10 րոպե կնստես, ես կբարձրանամ կիջնեմ ու կգնանք տուն։ Ապեր։ Դուք ձեռեք աղջիկ։ Հայկ, իսկ եթե չես ուզում գնաս տուն, հանգիստ նստում ես տեղդ, ոչ մի ձայն չես անում։ Թողում ես, որ ես այդ մարդու հետ մարդավարի խոսեմ, հասկացանք իրար։ Լսեցիր ոչ մի ձև չես անում։ Բարև ձեզ։ Նստեք։ Խոսեմ Վարդան։ Լսում եմ։ Ինչ-որ պրոբլեմ կա Գասպար։ Աղերքդ ինչի չայն թողում որ խաղամ։ Հա, պրոբլեմ կա Վարդան։ Ու մեր կազինոյին ահագին փող ես պարտք։ Ու ասեմ, որ երկար ժամանակ։ Ու մինչև հիմա դու ոչ մի կոպեկ քեզ չես տվել։ Ու ես կարծում եմ դու հասկանում ես, թե պատճառն ինչա, որ մեր տղեկը չեն թողնում, որ դու խաղաս։ Ես կփակեմ այդ պարտքը։ Անկեղծ ասած, ես արդեն կասկածում եմ։